Կարծես ներողություն ԶԼՄ-ներից դուրս ձեր UEFA-ի գործկոմի անդամ ընտրվել է Հայաստանի հավաքականին կամ ՀՖՖ-ին, ինչ կտա բացի ձեր 20,000 եվրո, գրեթե 20,000 եվրո աշխատավարձից։ Դուք հիմա կտրուկ սուտ ասեցիք, հենց պարզ օրինակ։ Դա ես չեմ ասում։ Ով է ասում։ Ով որ ասում է։ Մասնագետներն են ասում, ովքեր աշխատել են, ովքեր աշխատել են։ Հիմա շատ պարզ, դուք հիմա շատ պարզ։ Եկեք, եթե ես սխալ եմ ասում 20,000 եվրոն, ասեք մոտավորապես ձեր աշխատավարձը UEFA-ին որքան է կազմելու։ Ուրեմն դուք հիմա ստեցիք չցիտելով աղբյուր, դուք ստեցիք, ես իրավունք ունեմ չբացել իմ աղբյուրները, պարոն Մելիքբեկյան։ Իդեպ ես բացարձակապես դեմ չեմ լինի 20,000 եվրո ստանալ, բայց նման բան չկա, դա մեկ։ Երկրորդը, ես շատ կարևորում եմ այս պահը եւ շատ հստակ էր, մենք տեսանք ով է սուտ ասում։ Մենք հենց հիմա բոլոր ապացույցները կան UEFA-ի ֆինանսական փաստաթղթերով ամրագրված, որ դուք սուտ եք ասում։ Դուք ալարում եք անգամ, դուք ալարում եք անգամ Եկեք չվիրավորենք, հա իրար, ես ձեր պարզապես դուք ինձ վիրավորում եք, հիմա սուտ եք ասում իմ աշխատավարձի մասին։ Ասեք, հարց եմ տալիս դες պարոն Մելիքբեկյան։ Միա թույլ կտա։ Հարգելի լրագրողներ, խնդրում եմ հարցը տակ եւ լսեք պատասխանը։ Առաջին ասել նույնիսկ ով է ասում, բայց որովհետեւ դա հրապարակային է եղել։ Թունիկի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանն է ասում։ Արթուր Սողոմոնյանը։ Ուրեմն առաջին հերթին շատ կարևոր մի նախ ես ստորագրում եմ կոնֆիդենցիալության թուղթ եւ ես չեմ կարող հրապարակել որևէ տվյալ գործադիր կոմիտեի մասին։ Երկրորդը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը առաջին անգամ պատմության մեջ ընտրվել է UEFA-ի գործկոմի անդամ, Եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմնի անդամ։ Այսինքն ինձ թվում էր սովորաբար դա շատ կարևոր իրադարձություն է։ Կարող լինի հայկական ֆուտբոլի համար, փոքր երկրների համար, որտեղ ես պետք է շահերը պաշտպանեմ նաև ոչ միայն Հայաստանի, այլ տարբեր երկրների, որոնք իրենց չափով եւ այլն համապատասխանել մեզ եւ մենք մեր խնդիրներ ունենք։ Բայց ամբողջ զրույցը եւ դա հերթական մանիպուլյացիաներ միտվեց նրան, որ մենք խոսում ենք մարդու մասնավոր աշխատավարձի մասին, որը պետ բյուջեից չի, որը չի վճարվում հարկատուների հարկերից եւ մասնավոր աշխատավարձ։ Քանի անգամ եք դուք որևէ հայ, որ աշխատում է ՄԱԿ-ում, համաշխարհային առողջապահության կազմակերպությունում, քանի անգամ եք քննարկել իր աշխատավարձը։ Որ տեսնեինք, գուցե քննարկեինք։ Ես նման բան չգիտեմ։ Սխալվում եք։ Այո, հաստատ։ Հիմա ձեզ դա է հետաքրքրում։ Դուք շատ հանգիստ կարող եք վերցնել UEFA-ի փաստաթղթերը, UEFA-ում նշված աշխատավարձից հանել Շվեյցարիայում վճարվող հարկերը, որը իդեպ ինձ դեռ ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի եկել աշխատավարձի մասին։ Ես դա իմացել եմ նույնպես մամուլից, որտեղ եղավ լրատվամիջոց, որը որոշեց գրել դրա մասին, փաստացի, ոչ թե ասել 20,000 տարեկան, բայց բացի դրանից ես իրոք զարմանում եմ, որ ես բնականաբար երբ որ որոշել եմ ընտրվել UEFA-ի գործկոմի անդամ, ես երբևէ չեմ մտածել, որ այնտեղ աշխատավարձ կա, չեմ մտածել աշխատավարձի մասին եւ մտածել եմ ինչ դա կարող է տալ հայկական ֆուտբոլին։ Հիմա մենք խոսում ենք մի բանի մասին եւ սուտ ենք խոսում մի բանի մասին, բնականաբար այդ թիվը շատ ավելի ցածր է, որովհետեւ այո 20,000 եվրոից, որովհետեւ ես իմացա դա նույնպես մամուլից եւ հիմա դուք այդ նույնը հիմա կրկնում եք եւ երբ խոսում ենք զրպարտությունից ստից, դա հենց այդ բարձ օրինակներ եւ դուք ասում եք Արթուր Սողոմոնյանի ասացների 90%-ը սուտ է, 10%-ն էլ շեղում է իրականությունից որոշակի առումով։ Արթուր Սողոմոնյանը ոչինչ չի կարող ճիշտ ասել հայկական ֆուտբոլի։ Այսքանով ավարտենք այս հարցը։ Խնդրեմ ձեզ